քաղցկեղով հիվանդներին հատկացվող ցավազրկողը մորֆին անհասանելի է նրանցից առնվազն 2300-ի համար։ Հոգեբուժարաններում գտնվող քաղաքացիներից 180-ը չպետք է այնտեղ լինեին։ Սրանք բացահասարակության հիմնադրամի տվյալներն են, որն այսօր մեկնարկած առողջապահական իրավունքի համաժողովի ընթացքում հայտնեց բացահասարակության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լարիսա Մինասյանը։ Եվ ինչպես իրավապաշտպաններն են ասում, բանտից դուրս գալը շատ անգամ ավելի հեշտ է, քան հեշտ է, որովհետև կա դրա կանոնակարգը, դու քո ժամկետ անցավ կամ վաղաժամկետ դուրս ես գալիս, իսկ այդ հաստատություններ ընկնելու դեպքում հայտնի չի, երբ դուրս կգաս եւ դուրս կգաս արդյոք։ Ցավազրկողներին դուք ասացիք, որ դրանք անհասանելի են։ Պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը, մի քանի բժիշկ միայն 3 օրվա հնարավոր է դուրս գրել այդ դեղամիջոցը, հետո ամպուլաները պետք է վերադարձնես, դրանց թե դուրս գրելը, թե վերադարձնելը կատարվում է իրավապահ մարմինների իրազեկության եւ ներկայության ներքո, որը որ խիստ իրավունքի չարաշահում է, ոտնահարում է։ Ազատության հետ զրույցում Մինասյանն առանձնացրեց նաև հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում հաճախ հանդիպող խնդիրներից մեկը, երբ ցավազրկման կարիք ունեցող դատապարտյալներին այդ միջամտությունը ժամանակին չի ցուցաբերվում։ Հիշեցրեց, ՄԱԿ-ը սա որպես խոշտանգում է որակում։ Զրուցակցից խոսքով սա միակ խնդիրը չէ քրեակատարողական հիմնարկներում։ Բժիշկները այդ հիմնարկների ոչ թե ստորադաս են առողջապահության նախարարությանը, բայց արդարադատության նախարարությանը, եւ որպես այդպեսին դա արդեն շահերի բախում է, դա արդեն դյուրին չի։ Ըստ Լարիսա Մինասյանի նշված օրինակներն էլ հենց առողջապահական իրավունքի խախտումներ են։ Ի դեպ, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստերից մեկում խորհուրդ էր տվել բժիշկներին շատ չընթառաջել տատիկներին ու չնչին գանգատների դեպքում թանկարժեք հետազոտությունները պետպատվերի շրջանակում չանել։ Համաժողովի ընթացքում սոցիալ-նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցինք, եթե չեն բարձրացվում թոշակներն ու չեն ավելանում պետպատվերի համար հատկացվող գումարները, ապա էլ ինչ առողջական իրավունքի մասին է խոսքը։ Ծառայությունների հասանելիություն, մատչելիություն։ Նախարարը նաև ասել տատիկ պապիկների խորհուրդ էր տվել շատ յամեր չանել։ Այդ դեպքում ինչ են անելու։ Ես մեկնաբանելու որևէ խնդիր չունեմ։ Առողջապահական իրավունքի թեման ընդգծվում է հատկապես այն դեպքում, երբ հիվանդանոցներում մահվան դեպքեր են արձանագրվում, հնչում են մեղադրանքներ բժիշկների նկատմամբ, նախարարությունից էլ գրեթե միշտ հայտնում են բժշկական սխալ, իրավական հասկացություն Հայաստանում եւ շատ այլ երկրներում չկա։ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, նախարարությունը երբևէ օրենսդրական առաջարկով հանդես կգա, որպեսզի բժշկական սխալ եզրույթը քրեական օրենսգրքում ամրագրվի։ Այս պայմանությամբ այո, մենք բժշկական սխալի եզրույթի քննարկման գործընթաց պիտի սկսենք։ Ես չգիտեմ, թե ինչով դա կավարտվի, արդյոք մենք այդ եզրույթը վերջնական կընդունենք օրենսդրորեն ամրագրենք, թե դա թողենք մեկ այլ դաշտում կարգավորման, բայց այդ քննարկումները սկսվելու են։ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անցած շաբաթ հայտարարել էր, թե բժշկի ու հիվանդի խախտված իրավունքով առաջիկայում կզբաղվի նոր ստեղծվելիք առողջապահական օմբուդսմենի ինստիտուտը։ Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանն այսօր պնդեց, այդ մարմինը չի գործի, եթե նախարարությանը կից լինի։ Պետական լծակներով ասած կճնշվի այդ ինստիտուտի գործունեությունը։ Օրինակ կապված բժշկի կողմից իրականացված ենթադրենք սխալների, բժիշկ-հիվանդ հարաբերության ոչ կանոնակարգային երևույթների հայտնաբերման դեպքում, նախարարություն քաղաքացի հարաբերությունների ընթացքում, եթե այս գործընթացների մեջ մեկ կողմը օմբուդսմենի ինստիտուտի որպես վերադաս կառույց հանդիսանա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, բնականաբար ինչքան էլ անաչառություն պահպանվի, բնականաբար քաղաքացիների կողմից պարտադիր կնշվի, որ նախարարությունը փորձ է ճնշել։ Օրինակ ես ձեզ միջազգային փորձից մեկ օրինակ բերեմ, հիվանդանոցի ընդունարանում հիվանդը իրավունք ունի 20 րոպեից ավել սպասելու, եթե նրա դեպքը անհետաձգելի չէ։ Այսինքն 20 րոպեից ավել լինելու դեպքում դա համարվում է բժշկական որակի բացասական ցուցանիշ։